Ալո, բարև ձեզ, ալո։ Դե ինչ, քանի դեռ զարթոնք բզնունին, դեռ բանում է, կոմանդիրովքի է, ռայոնա գնացել մարդը, ռայոնցիների հետ ոնց որ տա առնի, ես այսօր եթերը կվարեմ, ներկայանամ, տեսեք առաջին հերթին, տեսեք ինչ պրիչոս կա ունեմ, ոնց որ բախտս բացվել է, էլի, ընդհանրապես հայ ազգի բախտը բացվեց 2018 թվականի թավշյա ոչ բռնի հեղափոխությունից հետո, սաղից բախտը բացվեց, հիմա բախտավոր ենք բութ և շատակեր, ներկայանամ, ուրեմն հեսա ցուցակով եմ գնում, որ իմ ոնց որ բանը կրթությունը հանկած բաց չթողեմ, էլի, ուրեմն ես Նավթալին Բարդումյանն եմ, շատ հաճելի է, Նավթալին Բարդումյանն եմ, ուրեմն հայտնի խաշագետ և խաշաբան, շատ խաշից, в общем, ուստա եմ, էլի, ուրեմն աշխատում եմ ԿԳՄՍ նախարարության խաշագիտության և սախտորաբանության բաժնում, այո, իմ կոլեգաները ինձ քնքշորեն կոչում են չուժոյ պախմել, կոլեգաներ, շատ լավ մարդիկ են, չանց զրտուզիվին են, բայց դե ինչ որ է, կոչում են չուժոյ պախմել, ուրեմն բարձրագույն կրթություն ունեմ, բարձրագույն, 4 դասարան, դպրոցի 4 դասարան, էլի, քիչ չի ես ովավիճակով, ուրեմն ավարտելուց հետո, ավարտելը որն է, քյասար վերցրին տշին դուրս, կուլտուրական ասալ սիկտի բանարին, էլի, դպրոցից, ոնց ասեմ, ռադարին, էլի, լավ չէի սովորում, բայց բարձրագույն կրթություն ունեմ, ուրեմն գնացել եմ, ավարտելուց հետո գնացել եմ բանակ, քյասար գնացել եմ բանակ, ծառայել եմ առանց մայկատրուսիկ, դե պարզ է, ասենք, քոչի վախտերը հիշում եք, բոլորս առանց մայկատրուսիկ էինք, ու հիմա այդ առանց մայկատրուսիկ ծառայել է արդեն դառել է խասյատ մոտս, հասկանում մինչև հիմա առանց մայկատրուսիկ եմ ֆրֆռում, ես մենակ տանն եմ սենց հագնում, դուրս գալուց անպայման տենց լրիվ, չփլախ տկլոր ֆրֆռում եմ, ուրեմն խասյատ է դե հիմա, ուրեմն տկլոր, ամեն անգամ մտնում եմ ԿԳՄՍ նախարարի կաբինետ, հակաէսթետիկ տեսարան եմ հրամցնում մորքուրին, սենց վերցնում ճպցնում եմ դեմքին, էլի, իմ օբշի տեսքը, տկլոր, չփլախ, բան, ճպցնում եմ դեմքին, սենց ապշում ու էլի ոնց որ հեղափոխության իդեալները առաջ է քշում, ուրեմն մորքուրին ասցինք, և ուրեմն ինչի մասն ենք խոսելու այսօր, թե ումն է խաշը, դե բոլորը կռվում են, չէ, եսի ասում է իմն է, մերն է, արա զզվցրիկ, ես ունեմ կոնկրետ պատմագիտական աշխատանք, որը ես հիմա հրամցնեմ, ու դուք կհասկանաք ընդհանրապես խաշը պիցամբան ով է ստեղծել և երբ, և տեղն էլ կասեմ, հասկանաք, որ արդեն այդ բաները տարակուսանքների մեջ չընկնենք, ուրեմն, դա ասեցի, խաշի մասն ենք խոսալու, ես որպես խաշագետ, որպես շատ խաշաբան և խաշագետ, գրել եմ տարբեր գրքեր, հիմա կթվարկեմ, որ դուք հասկանաք ինչ հզոր բաներ եմ գրել ու գնաք կարդաք այդ գրքերը, ուրեմն ես գրել եմ, ուրեմն Ալամեզոնը և խաշի սեզոնը վեպը, Ալամ աշխարը բորշի ձեր խաշի մեջ բանաստեղծությունը, ասա 10 տրեմ ֆրաս փիլիսոփայական սագան, տենց նստեցի երկու օրում ճպցրիմ, էլի, շատ 4 հատորանոց սագայա, ասա 10 տրեմ ֆրաս, տենց է կոչում, դե հիմա այքեզ բան, ուրեմն մյուսը, հելնեմ դոշիտ, բլանդվեմ պրոշիտ, դրաման, դրամայա շատ դրամատիկ, տենց դրամայա, էլի, ուրեմն խիարը մի օր ձեռը տա, մի օր որըտ պորնոգրաֆիկ պոեմը, տեսեք ինչ հզոր բաներ եմ գրել վախտին, ուրեմն, և Ագարկամանիկի քրտինքը վեպը, տենց վեպ եմ գրել, Ագարկամանիկի քրտինքը, դե շատ պարկեշտ համեստ գիրք է, մի քիչ իհարկե մեջը կա էրոտիկա, պորնոգրաֆիա, տենց տեսարաններ լիքն են, բայց ինքը ոնց որ համեստի մեջ է, մեր ոնց որ հայուգենի բան,
Եվ ուրեմն ասում եմ թե խաշի պահերը էլի ով է ստեղծել ուրեմն մոնղոլացի եւ քպայական գիտնականները բարձել են որ խաշը 301 թվին ստեղծել է Գրնո Փամբուկչյանը Գրնո Փամբուկչյանը խնդրեմ հեսա նկարը տեղադրեմ հա ին ոնց է դա տեղի ունեցել ուրեմն ոտերը դրել է տաք ջրի մեջ դե տարիքով մարդերը ոնց որ ճնշում ուներ էլի հա դրել է բան դե ալկաշեր դե հիմա ճնշում ոչ մի ալկաշեր տենց ոտերը դրել է տաք ջրի մեջ հա դրել է որ տենց դզվի ոնց որ պախմելից հետո հա ու հետո որ տնեցիք խմեն դե այն ժամանակ ոնց էր հայերը հայ տղամարդը ոտերը լվում էր տնեցիք այդ ջուրը խմում էին ընդհանրապես դե ժամանակ կռանտ մռանտ տենց բաներ չկար կռանտ մռանտ եկավ մենակ 2018-ից հետո Նիկոլը բերեց հա ու այդ ջրի մեջ որ դրեց ոտերը ու մտածեց մտքով անցավ ասում է վայ հորս սարը վարա գյաջել եմ արա հորս սարը վարա այս կարելի է այս ջրի մեջ ասենք ուրիշ ոտ դնել ասենք կովի դուգում եք արդեն խաշի նամեկատներ էլի չէ սկզբից իհարկե բան փորձնական բան դրեց ագրավի ոտներ խաշեց բանի էշի ոտները խաշեց բան որպես խաշ ստանա բայց դե շան լապ էր ոչ ուտելու բան չէր շան հոտ էր գալի վերջում նա կանգ առավ կովի բդերի վրա ոտերի վրա ներքևի մասը ուրեմն նեխած ծիծակ տնից դες չուլանից հանեց սխտոր մխտոր հա իմիջիալոց սխտորը եւ լավաշը ստեղծել է Համբակ Սիսակյանը հեսա նկարը տեղադրեմ Համբակ հանրահայտ Համբակ Սիսակյանը որը ապրում էր ուրեմն դաժե հասցնեմ գտել ժողովուրդ ջան որ ապացույց լինի էլի որ ապրում էր Զանգեզուրի Կալիդորում միջանցքում Փավստոս Բյուզանտ 4/1 հասցեով հա ուրեմն մի բան է քծող ու քծնող անձնավորություններ տուֆտագյադա էր բայց դու իմա ստեղծել է այդ լավաշ մավաշ էլի հա ու տենց ոնց որ խաշը դարավ հայկական գարյաչի առաջին գարյաչի բլյուդը որը ստեղծել է հայ աղբեր ջան բայլով պիտի ստեղծեր իմիջիալոց չմոռանաք լայքել այս տեսանյութը խնդրում եմ լայքեք նույնիսկ բանկալ եմ կտեղադրեմ իմ բանկային քարտի համարը ցանկացողները կարող են փոխանցել գումար այդ համարին որպեսի իմ ալիքը եւ Զարթոնք բզնունու ալիքը ծաղկի հասկանում եք հա ես այստեղ կտեղադրեմ բանը բանկային քարտի համարը Ամերիկա բանկի քարտը էլի հա ուրեմն էդ էլ ասենք հետո այդ ստեղծեցին լավաշ մավաշ ստեղծեցին հետո եկան բաները քոչվորները յախ թաղեմ դրանց բոյը քոչվորները եկան հա ու իրանցով արեցին այդ մեր խաշը խմին ձեռներից էս էլի հա այն վաղ հեղինակային իրավունքներ չկար ով էր պաշտպանում հեղինակի вообще հեղինակին ով էր պաշտպանում դες բաներ գոյություն չուներ բաներ ում հաջաթը ավելի հաստ էր այն էլ հաղթում էր աղբեր ջան հա հաղթողը տենց էր գալիս էր հաջաթը անում դնում էր սեղանին ասում էր էս աղբեր հələ ցույց տվեք բոլորին այդ մյուսները ցույց էին տալի մեկը կար առանձին տենց պաշտոն կար ասես սանտիմետրի ձեռը չափում էր ու ասում էր ահա եւ հաղթողը հա ուզմունքից գազել բաց թողեցի հա ուրեմն խաշը հասկացանք ումներ դե պարզա հա ուրեմն սվտուց տենց արախ մարախ չեն խմում խաշի հետ սվտուց իսկական բան զտարյուն հայերը օղուտեկը Բադրջանի սոկ են խմում դե Բադրջանի սոկով շատ լավ էր գնում խաշը էլի հետո հետո մենք դարանք Ռասի գուբերնիա յախ կրա Ռասի գուբերնիա դարանք Սերժ Նուրովը հանձնեցին մեր խաշերը ռսներին ու սկսենք արդեն դրանից հետո արախ լկել դե պատկերացնում եք Սերժ Նուրովից ինչ պիտի սպասենք էլի ու սկսեցինք արախ լկել իսկ վաղտին նորմալ զտարյուն Բադրջանի սոկ էինք ըմպում հա Էդ էլ տենց ուրեմն անցնենք բաներին համբուրգերը այն որ հիմա ասա բուրգեր sense բաներ լափում են բան չէ ուրեմն համբուրգերի պատմությունն եմ բանարել ուրեմն փորփրել պեղել այսպես ասած ուրեմն համբուրգերը սվտուց կոչվել է բան համբրթուչ գառանդմակով էր համբրթուչ անպայման գառանդմակով ու այդ համբրթուչը ստեղծել էր խնդրեմ
Արգամ Միլիտոնյանը։ Արգամ Միլիտոնյանը ստեղծել է դա, հեսա նկարը տեղադրեմ, ուրեմն Արգամ այլ վայրի տեսք ունի։ Հա, ստեղծել էր 1550 թվականին։ Այդ է կոնկրետ բան կա։ Հա։ Օգոստոսի, հեսա գրել եմ դաժե, օգոստոսի 42-ին։ Այդ չոտկի դատաներով բան ամեն ինչ կա, էլի, հա։ Օրես մազես։ Ինքն էր օրինել։ Յանի բանը էլի համով բան էլի, համբրթուճ։ Ուզեցել ասի համով, հա։ Հետո ամերիկացիք եկան, իրենցով արեցին, էլի գողցան։ Մեզ հայերիցս, գիտեք, բոլորն է գողնում են, հա, ամեն ինչ մենք ենք ստեղծել, վաշե տիեզերք բանման, սաց մենք ենք ստեղծել, այն բաները, բուրգերը, Եգիպտոսի բան, բոլորը Իսահակ Նյուտոնն ենք մենք ստեղծել, բան, Էյնշտեյնի բան, մենք մեր ձեռքերով ենք ստեղծել, հետո ձեռնեցես տարել են։ Անիցիալ քոչվոր ազգերը, հա։ Հետո, ուրեմն, իսկ հիմա ես դիմել եմ ՅՈՒՆԵՍԿՕ։ Այո, ասես վճռականորեն դիմել եմ ուրեմն ՅՈՒՆԵՍԿՕ, որ մեր հին հայկական բլուդերը հետ ստանանք։ Բլուդերը, ուր են մեր բլուդերը։ Բլուդ առ բլուդ հետ ստանանք, արա։ Սով է կարա, այս աշխարհը вообще բան հաբրգել, արա։ Հասկացանք մենք տենց հզոր ազգ ենք։ Չի նշանակում արա կռիսի տան եք, արա, մկան պես գալիս գողնում եք, արա։ Արդեն հերիք եղավ բոլ եղավ։ Հա, պիցցան, նույն պիցցան, այդքան որ ասում են, իտալացիք իրանց բանի տեղ են դրել, պիցցայագետի տեղ են դրել, եսիմ ինչի տեղ են դրել, արա պիցցան հորինել այս ասեմ, ստեղծել է ճիշտ։ Ուրեմն իտալահայ, բայց ոչ թե մեկը կա է, քանդակագործ Վիգեն Ավետիսը, ասում են այդ քանդակագործ Վիգեն Ավետիսի ուղեղը բանից է, բազալտից է, հա, բայց ինքը չի հորինել, ինքը չի ստեղծել, հա։ Պիցցան ստեղծել է իտալահայ Գարսևանը, տենց հնչուն, տենց անուն, Գարսևանը, մեր մեջ ասած բաներ, մի հատ կեղտոտ մուտիլովշի գյադա էր, հա, զզվելի մի հատ գյադա էր, ուրեմն ուզում էր հեղափոխություն անի, թավշյա, ելեն թվերին, հա, ոտով Վենեցիայից գնաց Հռոմ, յալեն բանան էլի, հա, բայց դե իտալացի քո էշ չեն, վերցենից ինձ քաց ու տակ սկցին սրան ու սիպ տիրային, դե նորմալ խելացի ազգին, ասեք, կուտը չկերան, իտալացիք կուտ ուտող ազգ չեն, հասկանում եք, հայերը ուրիշ բան, մի քիչ ոնց որ տարբեր են, հա, ուրեմն, ու կոչել էր, դա պիցցա չէր այն ժամանակ, Գարսևանը դա կոչվում էր բան, դուրումիցա, ոնց որ դուրումից սարկած բան էլի, դուրումիցա, ուրեմն ինչ էր անում մեր հարգարժան Գարսևանը, ուրեմն լավաշի վրա, ինչ անկապ զրտուզի բիլ էր լծում, այդ պահին ձեռի տակ ինչ ընկնում էր, լծում էր վրեն, բանի լավաշի վրա, երեք նուկ, ուրեմն զկեր, կալբաստ, ապերսին, բանանի կլեպ, նեխած ձու, չրթած սեմուշկա, բան ոչ իր զրտուզի բիլ լծնում էր ու դարավ ոնց որ բան, պիցցա, արա, ոբշեմ իտալացիներին եմ դիմում, անգլերեն դիմեմ, որ հասկանան, ստոլ էր, չէ, գորնալ է, հա, ստոլ, աուր, Եսա դաժե բան եմ արել, Google переводчикով, ուր արա կորավ, Google переводчикով բան եմ արել, որ չապացնեմ դեմքների, էլի, ուր արա այս ստոլմոլը, եսա գտնենք արա, որս արել, ոչ եմ ոնց էր, ստոլ, հա, այսա, ստոլ, աուր, հին հայկական պիցցա, հին հայկական, հետ, սինյոր, բերեք, մեր, դուրումիցան, ինձ թվում է կհասկանան շատ ճիշտ չոտկի բացատրեցի, հա, ուրեմն Նիկոլին էլ եմ բաց նամակ գրել, Նիկոլին, ուրեմն որ պիցցա առ պիցցա հետ բերի, հա, դե կանի մարդը, հեսա մեր հողերը հետ կբերի, չտապենք էլ, հեսա մեր հողերը, հին հայկական հողերը Նիկոլոս հետ կբերի ու հետո պիցցաները, մի քիչ բան, ինչ եմ ուզում ասել, իմ սիրելի հայուգեն, ուզում եմ ասել, որ ինչքան էլ ասեն, չէ, մենք բոլորին անուն ենք կպցնում, մենք հայրեզ լավն ենք, բոլորը վատն են, այն մեկը վրացին տուտուց, այն ռուսը սոխ, ես իմ այն մեկը տուպոյ, այն մեկը ագարկա, այն մեկն էլ ագարկա, պորնիկ, որ սաղին խարումը կանուն ենք կպցնում, մենք, արա, այն որ տես խոսում եք, մենք զտարյուն հայերես, արա աղբեր, ասում է, ծուրը նստենք դուզը խոսակ, զտարյուն հայ, որ դե մնաց է, դարերով տարբեր ազգերի տակ էին կարա, արաբ, թաթար, դու բոլորովս վրեքներովս անցա, ինչ զտարյուն, կամ եք որ անուն ենք կպցնում,
Հələ մի ճիշտ խոսանք էլի, մի հատ հելեք դուրսս, մի հատ դուրս եկեք, մի հատ ասենք կենտրոնում հələ ուրիշ տեղ չեմ ասում, կենտրոնում։ Արա սաղի դեմքերս ծուրդ, դժգոհ, մժգոհ, զզվում են իրարից, հասկանում եք, բայց ասում են նրանք վատն են, մենք լավն ենք։ Ու եթե որևէ մի հայ զտարյուն, իհարկե, մի կողմ քաշես, ասես աղբեր, նա ճիշտ ասել են։ Դու իսկապես հավատում ես, որ մենք լավն ենք, բոլորը սահման են, ոչ որ զզվելի ազգեր են բանում։ Նա ճիշտ ասա, ասես մի տեսյանի կնայի, դե որովհետև հայերը վախում են, չանկած չլսա, մարդիկ ինչ կմտածեն, հարևանների ինչ կասեն։ Ես sense կանիկ ասի, մեկը ռեսպիկ ասի, արա չի աղբեր, ինչ խերս ենք, արա դեբիլ ազգ ենք աղբեր։ Եթե ասենք մեր մեջ խոսանք, ազգ ենք ընկեր ջան, իրավատում, զզվում, չուզող, բան sense մունդարություն կա, մունդարություն, հա։ Բայց ուրիշների համար մենք ասում մենք, հի, հա, հի, մենք սաղից լավն ենք, մենք սաղից տես չի, 21-րդ դարում այդ արդեն չի աշխատում, հասկանում եք, աշխարհին դրանով չես զարմացնի։ Ես չեմ պատկերացնում, ասում մի հատ դանյացի դուրս գա ու սաղ ու դրա մասին գորա, որ մենք դանյացու գեն ենք, ու մենք ուրիշ տեսա, մենք Աստված մեզ օրհնել է, մենք դանյացի ենք, բայց բաներ չկա, հասկանում եք, կամ մեր այբուբենը, եսի ինչ բենը, դες բանը գոյություն չունի, հերիքա մենք մեր գլուխը գովան կարա, մենք այնպես նայենք, որ մեզ գովան, հասկանում եք, ոչ թե դե ինչ, էլ եմ կրկնում, լայք եք, կոմենտ եք, մոմենտ եք,